Տարածաշրջանում խաղաղությունը և հիբրիդային պատերազմը դարձել են Օդեսայում կայացած գագաթնաժողովի հիմնական թեմաները, որին մասնակցել են Ուկրաինան, Ռումինիան, Մոլդովան, Հունաստանը և Բալկանյան մյուս բոլոր պետությունները։ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Ռուսաստանի ռազմական պլաններն ուղղված են Օդեսային։ Նրանք թիրախավորում են նաև Մոլդովայի և Ռումինիայի սահմանները։ Իհարկե, մեզ հիմա պաշտպանություն է պետք, բայց առաջին հերթին մեզ անհրաժեշտ են երկարաժամկետ երաշխիքներ, որ այս ագրեսիան այլևս երբեք չի կրկնվի, հայտարարել է Ռումինիայի նախագահ Նիկուշուր Դանը։ Ըստ նրա, միակ լեզուն, որ հասկանում է Ռուսաստանը, ուժի լեզուն է, եւ պետք է անել հնարավորը, որպեսզի Ուկրաինան բանակցություններ վարի ուժի դիրքերից։ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն զգուշացրել է հիբրիդային պատերազմի վտանգի մասին, որի նպատակն է ազդել այս տարվա աշնանը նախատեսված խորհրդարանական ընտրությունների վրա։ Օդեսան ի դեպ գագաթնաժողովի նախօրեին ենթարկել է ռուսական հրթիռակոծությանը։